Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, մենք Ռոբերտ Քոչարյանից տեղեկացանք հրավիրված ասուլիսի ժամանակ, որ թրիպը դա վատ բան է, որովհետև սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, Միացյալ Նահանգները այստեղ շահեր չունի, իր միակ գերնպատակը ոչ թե տնտեսական շահն է, ոչ թե քաղաքական, այլ այն, որ վերահսկողություն ունենա Իրանի սահմանի վրա, եւ սա ըստ Քոչարյանի լավագույն տարբերակն էր, էլ չասած, որ նա ասում է Հայաստանն էլ ստեղ եթե քաղաքականը 0-ի է ազդեցությունը, տնտեսականն էլ բերե հասցրել են 26%-ի, այնուհանդերձ Քոչարյանի այս պնդումներում կա ճշմարտության թեզեր, թե ոչ, որովհետև հաշվի առնելով Իրան-Ամերիկա հարաբերությունները, Ամերիկան ինչ-որ ներկայացված է լինելու տարածքում եւ սա արդյոք Իրանի վրա ազդեցություն ունենալու ճանապարհ էր Վաշինգտոնի համար։ Տեսեք, շատ կարևոր հարց է եւ այստեղ պետք է մանրամասն պատասխանել, որ TRIP ծրագիրը ինքը այս կարգավիճակով չի ստեղծում որևէ խնդիրներ Իրանի համար եւ չի կարող ստեղծել, որովհետեւ այդ կարգավիճակով Հայաստանի Հանրապետության ամբողջությամբ ինքնիշխանությունը ծրագրի վրա պահպանված է եւ դա արձանագրված է Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի միջև հունվարի 14-ից ստորագրված այդ TRIP արդեն կարևորագույն փաստաթղթով, որը բազում անգամ նշում է այդ թվում ամբողջական հայկական վերահսկողությունը եւ ինքնիշխանությունը բոլոր տարածքների վրա, ներառյալ Հայաստանի ուրեմն անվտանգային կառույցների եւ այլն։ Դա արձանագրում է այն, որ որևէ միջանցք չկա։ Իրանի համար կարող լինել սպառնալիք միջանցքը, այսինքն այն կարգավիճակը, որը չէր լինի Հայաստանի վերահսկողության տակ եւ կլիներ որևէ մեկ ուրիշի վերահսկողության տակ։ Այս TRIP-ի ծրագրով մենք չունենք ուրիշի վերահսկողություն, այստեղ չկա Միացյալ Նահանգների էքստրատերիտորիալ վերահսկողություն, բայց ոչ էլ Ռուսաստանի ցանկությունով 9-րդ կետով արձանագրված այդ Ռուսաստանի էքստրատերիտորիալ կարգավիճակը։ Բացի դրանից, Միացյալ Նահանգները այնտեղ չեն պատրաստվում փոխարինել մեր անվտանգության ծառայությունները եւ խոսքին ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում էր FSB կայնելու էր այնտեղ, Միացյալ Նահանգներից ոչ մեկ FSB-ի փոխարինող նույն CIA-ի խոսքին չի գալի այդտեղ պաշտոնական ոչ միտեղ տենց բան չկա ներկա լինելու, դրա փոխարեն ով է ներկա լինելու Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունները, դա փաստաթղթում ամրագրված է։ Ուստի Իրանին դա չի կարող սպառնալիքներ ստեղծել, որովհետև եթե զուտ խոսենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կապ ունենալով այլ ոչ թե էքստրատերիտորիալ, դա սպառնալիք է, այսինքն 30 տարի է Վրաստանի տարածքով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը առևտուր են անում, այն էլ Իրանի տարածքով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը առևտուր են անում, կապված են, կապեր ունեն, դա ուրեմն Իրանի համար սպառնալիք է։ Այդպիսի սպառնալիք չկա։ Ինչու է Ռոբերտ Քոչարյանը այդ թեզը օգտագործում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը TRIP ծրագիրը դիտում է աշխարհաքաղաքական տրամաբանությունով միայն, այսինքն միայն քաղաքական բաղադրիչով, այն էլ առճակատման տրամաբանությունով։ Եվ նույն բանն է անում Նարեկ Կարապետյանը, ես պետք է անպայման հիշեմ, որովհետև հենց նույն թեզերն էր, հիշում եք Նարեկ Կարապետյանը ասում էր Ռուսաստանին եւ Չինաստանին, այստեղ հրավիր ենք նաեւ TRIP-ի մեջ, որ մասնակցեն։ Եվ այստեղ էլ փաստացի Քոչարյանը առաջարկում մեզ Ռուսաստանին հրավիրել TRIP, ինչը դարձնում է TRIP ծրագիրը ուղղակի անհնար, որ կայանա, որովհետև միևնույն ժամանակ, որ այդտեղ մասնակցի ուրեմն Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, անհնար կլինի որևէ լուրջ ծրագիր ծավալելը։ Թե ինչու ենք մենք Ռուսաստանի դերից այդտեղ հրաժարվել, դրա մասին կարծում եմ մենք մեր հանրության հետ բազում անգամ տարիները արդեն քննարկել ենք եւ խոսել ենք։ Ուստի Ռոբերտ Քոչարյանը հասկանալի է, որ ինքը օտար պետության կոնկրետ շահերը սպասարկող անձնավորություն է, բացահայտ այսօր էլ ասեց Ռուսաստանում հարստացել է փաստացի AFK սիստեմայում աշխատելու ժամանակ եւ երջանիկ էր, հիմա փաստացի փորձում է այդ գումարներին ի պատասխան իմ պատկերացումով Ռուսաստանի շահերը ապահովել, որտեղ հայկական շահը չի կարող լինել նրանում, որ այդտեղ Ռուսաստանը կանգնած լինի։ Մենք տեսել ենք դա ինչպես է ավարտվում։ Ուզում ես Ջերմուկի դեպքերում, ուզում ես Ներքին հանդի դեպքերում, ուզում ես միջև այդ Խծաբերդի դեպքերով, ուզում ես Լաչինի Միջանցքի դեպքերով, ուզում ես Ստեփանակերտում տեղի ունեցած իր ամեն ինչով մենք դա տեսել ենք։ Դե ասում է Իրանի անհանգստությունը միայն Ռուսաստանի կամ Չինաստանի ներկայությունը կչեզոքացնի
Ինչի հետևանքով կարելի է նման վերլուծության գալ։ Ես համոզեցնում եմ պարոն Քոչարյանին, որ Հայաստանը այդքան լավ կապեր ունի Իրանի, որ իշխանություններ լինի, իհարկե մենք բացահայտ պետք է ասենք, որ մենք կուզենայինք, որ Իրանը չլիներ պատժամիջոցների տակ, չլիներ պատերազմի վտանգի տակ, չլիներ առճակատված արևմուտքի հետ եւ այլն, բայց դա մեր ցանկություններն են, կարա լինի մեր քաղաքական ուղղակի ցանկությունը գնահատականը, բայց մենք հարգում ենք Իրանի ժողովրդի ընտրված որ իշխանություններ լինի եւ այս իշխանության հետ նաեւ ունենք շատ սերտ եւ համապատասխան հարաբերություններ, որոնք անհրաժեշտ են, այդ թվում դա չի խոցում Հայաստանի կապերը նույն արևմուտքի հետ, որովհետեւ արևմուտքն էլ հաշվի է առնում մեր անվտանգային եւ ուրիշ բաղադրիչները Իրանի հետ հարաբերություններում։ Ուստի այդտեղ ասել, որ մեր փոխարեն պետք է Ռուսաստանը ներկա լինի, որ Իրանը հանգիստ լինի, սա ուղղակի փորձ է, որ Ռուսաստանի շահերը նրա փոխարեն որ ասի սա Մոսկվան է ուղղակի այսպես ուզում, անկեղծ լինի, ասում է ոչ, սա Իրանին է այսպես պետք, մենք էլ Իրանին որ չնեղացնենք, ուրեմն պետք է Ռուսաստանին բերենք այստեղ կանգնացնենք։ Առաջին հերթին պարոն Քոչարյանին կասեմ, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները այդքան սերտ չեն, ինչքան նոր ինքը պատկերացնում է, որովհետեւ շատ անգամ Իրանը տեսավ, որ Ռուսաստանը Իրանին էլ է դավաճանում, տարբեր հարցերում այդ թվում ուղղակի հիզորու չէ, զենք մատակարարի այդ թվում վճարած զենքի համար եւ այլն։ Եվ ուստի Իրանը այնպես չէ, որ Ռուսաստանին լիովին վստահում է։ Եվ ես համոզեցնում եմ ձեզ, որ ավելի կվստահեն Իրանի իշխանությունները մեզ, այսինքն հայերին, քան ռուսներին կամ չինացիքին այս դեպքում եւ ուստի Հայաստանի Հանրապետությունը այդքան ինքնիշխան է, սա իհարկե նորություն է Ռոբերտ Քոչարյանի համար, ինքը ոնց կարող է պատկերացնել, որ Հայաստանը պետություն է, ինքնիշխան է, այլ ոչ թե Ռուսաստանի ծայրագավառ, բայց ամեն դեպքում զարմանալի է իր համար, բայց փաստ է Հայաստանը այդքան հիմա ինքնիշխան է, որ մենք ինքներս կարող ենք Իրանի հետ խոսել, մեզ պետք չի դրա համար ոչ Պեկին, ոչ Մոսկվա, ոչ էլ նույնիսկ Վաշինգտոն։ Եվ նա մի դրվագ է հիշում իր պաշտոնավարման տարիներից, ասում է, որ երբ որ գազամուղը կառուցում էինք, Ամերիկայի հետ կապված էլի խնդիր կար, մենք նստեցինք, խոսեցինք, բացատրեցինք, թե որքանով է կարևոր մեր հետ Իրանի հետ ունենալ լավ հարաբերություններ, ասում է նույնիսկ առաջարկեցի Միացյալ Նահանգների հետ հայ-իրանա-ամերիկյան ընկերություն բացել այդ գազամուղը կառուցելու համար, իհարկե, եթե այդտեղ հարց տալու հնարավորություն լիներ, կարելի էր պարոն Քոչարյանին հիշեցնել, թե ինչպես այդ գազամուղը ավելի փոքր դրամաչափով կառուցվեց Մոսկվայի ճնշումների հետևանքով, բայց այնուհանդերձ վերադառնալով իր ներկայացրած իր պնդմամբ դրական այդ կետին, կա արդյոք անհրաժեշտություն, որ Հայաստանը բանակցի նախաձեռնող լինի, որ հայ-ամերիկյան իրանական ինչ-որ համագործակցություն տեղի ունենա թրիփի շրջանակներում։ Գիտեք, իմ պատկերացումով Քոչարյանը ինքը իրեն հակասում է։ Ուրեմն, եթե ինքը ասում է, որ Ամերիկայի եւ Իրանի միջև իրանք պատրաստ են միջնորդ լինել, ապա հիմա երբ մենք ասում ենք, որ մենք Ամերիկայի հետ թրիփն ենք իրականացնում, թրիփի մասին Իրանի հետ ուղի խոսում ենք, բա այստեղ Ռուսաստանը ինչպես է հայտնվում։ Սա ինքն իրեն հակասելու ակնհայտ փաստ է։ Ինչ-քիչ վերաբերվում է այդ ծրագրերին, ապա այո, դուք շատ ճիշտ նշեցիք, որ Քոչարյանը թող նրա մասին մտածի, որ Իրանի այդ գազատարը, որ հանձնել են օտար պետությանը, դրանով Հայաստանի համար լուրջ խնդիրներ են միջև օրս ստեղծել, եւ դա եւս մեկ անգամ ակնկալում է, որ իրանք Հայաստանի շահերը չեն անցկացրել, այլ ուրիշ պետության շահեր են անցկացրել, բացահայտ Ռուսաստանի, ակնհայտ է սա։ Ինչու պետք է Իրանի հետ գազատարը, որը պետք է Ռուսաստանից գազը բալանսավորել եւ հավասարակշռել այդ քանակը, պետք է Ռուսաստանին հանձնել, ինչու։ Որ մի նորմալ պետությունում այսպես բան կանեն։ Իհարկե չեն անի։ Եվ այն էլ փոքր շատ ծավալ, որ մենք չստանանք այդ գազը, որովհետև եթե մենք Իրանից մեծ ծավալի գազը ստանայինք եւ գազատարը մերը լիներ, ապա մենք Գազպրոմից կախված չենք լինի։ Իսկ կախված չլինելը դա պետություն է նշանակում, ունենալ պետություն։ Հիմա այս մարդիկ այնց են արել, որ մենք պետություն չունենանք, հիմա էլ ասում են Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն փաստացի պետությունը քանդում հիմա, որ հակառակ իրավիճակ ենք տեսնում բազմաթիվ ոլորտներում։ Բայց նաև պատասխանելով ձեր հարցին, պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք միջնորդ լինելու, ես կարծում եմ։ Եվ ամենաակտիվ երևի Միացյալ Նահանգների հետ բարդ է, որովհետև
այսօր այս պահին ռազմական փաստացի իրավիճակում են գտնվում, ինչ տնտեսական ծրագրերի մասին խոսենք, նույնիսկ այդ բանակցություններում մենք փոքր ենք, մեր դեր փոքր է, ես հուսով եմ կզորանա շարունակաբար, բայց խոսքին ես գիտեմ, որ մենք փորձել ենք նախաձեռնել Ֆրանսիայի եւ Իրանի միջև տարբեր քննարկումներ, բանակցություններ եւ այլն, փորձել ենք այդ ուղղությամբ մեր ուրեմն ջանքերը ուղղել եւ օգնել իրանական եւ ֆրանսիական կողմին, որ իրանց հարաբերությունները ել ավելի բարելավեն։ Կարծում եմ, որ դա եւս մեկ անգամ օրինակ է նրա, որ չնայած նրա ով է Երևանում իշխանությունում, պարոն Քոչարյանին պետք է հիշեցնել, որ դա ազգային մեր նպատակն է ունենալ լավ հարաբերություններ Իրանի հետ, եւ ուստի դա չի որոշվում վարչապետի անուն ազգանունով, այլ նրանով, որ դա Հայաստանի շահերի մեջ է մտնում եւ ով է լինի իշխանություն կփորձի Իրանի հետ եւ Իրանի եւ Արևմուտքի միջև միջնորդ լինի եւ դա արվում է հիմա էլ եւ շատ լավ է։ Եվ վերադառնալով սիստեմային, դուք օրինակ վատ եք համարում, որ ասում եք հարստացել է, Քոչարյանն ասում է ես կարողություններ ունեմ, փորձ ունեի, այդ փորձս դրել եմ, մի մասը աշխատավարձը գումարն են վերցրել, մի մասն էլ արժեթղթեր եւ հիմա սիստեմայի բաժնետեր են փոքր չափի 0.0 քանի ամբողջ տոկոսա, դուք ինչ եք այստեղ կապ տեսնում նրա այս ինչպես ինքն է ասում կարողությունների շնորհիվ գումար աշխատելու եւ այս առաջարկի միջև։ Դուք ունեք որևէ տեղեկատվություն ինչ կարողությունների մասին է գնում, որովհետև ես չեմ կարող հասկանամ Հայաստանի նախկին նախագահ ինչ կարողությունների շնորհիվ է կարողացել AFK սիստեմայում գործել։ Սմախելքի, գիտելիքների, փորձառության Շատ լավ, ուրեմն հուսանք, որ դա որևէ կապ չունի իրական AFK-ի համակարգի հետ, բայց մեր հուսալը դրան չի օգնի, որովհետև նույն AFK սիստեմային մենք որ նայենք, կտեսնենք, որ դա ռուսական պետական համակարգի կարևոր բաղադրիչ է, ռուսական հատուկ ծառայությունների հետ ուղիղ կապ ունեցող, ռուսական շահերը անցկացնող եւ այո, կարելի ասել, որ դրա շնորհիվ նաեւ հենց սիստեման թարգմանվում է ինչպես համակարգ Ռուսաստանի համակարգի մաս է եղել պարոն Քոչարյանը, ձևավորվել այդ համակարգի մաս եւ այդտեղից արդյունքներ քաղել։ Բնական է, որովհետեւ այդքան բան Հայաստանից, որ Ռուսաստանին հանձնում ես, դարձնում ես Հայաստանը ծայրագավառ, այդտեղից քեզ փայել է պատկանում իհարկե, ատկածների գաղափարը Ռուսաստանում ընդունված է, իդեմս նշեմ մինչև 2018 թվականի հեղափոխություն Հայաստանում էլ կար ատկածների եւ հիշում ենք նույնիսկ միստր 50% Սաշիկին եւ այլն, այդ ամեն ինչը գիտի հայ ժողովուրդը։ Այսինքն հասկանալի է Ռոբերտ Քոչարյանի այդտեղ ինչ հմտությունների շնորհիվ է ինքը կարողացել այդպիսի լավ արդյունքներ արձանագրել։ Ցավոք այդ իր կարողությունները ինքը հայկական պետության ամրապնդման իօգուտ չի օգտագործել։ Եվ պարոն Թումանյան, Քոչարյանը մտահոգված է հայ-ռուսական հարաբերություններով, ասում է ինչ ասես ասում են Ռուսաստանին, չմտածելով, որ Ռուսաստանը մատի մեկ ճտոցով կփակի արտահանումները եւ այն լավագույն տասնյակը, որ կա Հայաստանում հարկ վճարողների, դրանք խնդիրների մեջ կընկնեն։ Դուք ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացնում են իրենց վարած քաղաքականությամբ։ Ես կարծում եմ, որ մեր ինքնիշխանությունը նշանակում է այսօրվա Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացում։ Եվ մենք ունենք ընտրելու, կամ մենք ինքնիշխան ենք, կամ հարաբերությունները փչանում են։ Եվ ինքնիշխան ենք եւ հարաբերությունները փչանում են, կամ ինքնիշխան չենք եւ հարաբերությունները լավն են։ Ամենահետաքրքիրը այն է, որ մենք այդ փուլով արդեն անցել ենք։ Եվ պատասխանել այստեղ ինձ պետք չէ։ Հայ ժողովուրդը թող ինքը պատասխանի։ Մենք երբ ինքնիշխան չենք, ամեն ինչ հանձնում էինք օտարին, ծառայում ենք եւ այստեղ ֆորպոստ էինք ուրիշի համար փաստացի։ Վերջը հասնում էր իրավիճակը նրան, որ հայերը գնում էին Հայաստանից եւ վերջը կատակ էին անում ժողովուրդը, որ ռազմակայանը մենակ կմնա եւ սպասարկող ժողովուրդ Հայաստանում փաստացի։ Այդ ամենից հետո հիմա մենք որ ինքնիշխան ենք դառնում, իհարկե մենք տեսնում ենք Ռուսաստանից Սոլովյովնա, Զախարովանա, Միխեևնա, ուրիշները բոլորը դժգոհ են, ոնց Հայաստանը ասում է իրանց տեղը պետք է գիտենան Միխեևի վերջի հայտարարությունում։ Կարող է իրանց համար շունենք, որ մեր տեղը պետք է գիտենանք։ Սա շատ զարմանալի է, որովհետև եթե իրանք չեն հարգում մեր ազգը,
ապա ինչու մասին խոսենք։ Ինչ մեր տեղը պետք է գիտենանք։ Հակառակը թող իրենք գիտենան նաև իրենց տեղը, այն պարագայով, որ մենք հավասար պետություններ ենք, չնայած ուրեմն տարածքի եւ քանակի այդպես չի որոշվում։ Ուր է ռուս ազգը, երբ որ հայ ազգը պետականություն ուներ, եւ մի քանի այստեղ գործակալով չի որ կարողանալու են իրանց այդ իրավիճակը հետ բերել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կտրիչ Ներսյանի ու ելի մի քանիսի շնորհիվ։ Այդպես չէ, հայ ազգում բոլորը չեն արմյան եւ բոլորը չեն դավաճան եւ բոլորը չեն օտարին սպասարկող, որովհետեւ մենք չպետք է մոռանանք, հա, ինչ է հայ ազգը։ Մեր գլխավոր հիմքը գալիս է հայկից, այսինքն պայքարից մեր ինքնիշխանության համար։ Ուստի այն մարդիկ, ով հայկական ինքնիշխանությունը փորձում են հիմա հանձնել օտարին Ռուսաստանին, իրանք հայկի ժառանգներ ոնց են ստացվում այդ տրամաբանությունով։ Չեն ստացվում, եւ դա արդեն պատասխան է ձեր հարցին, որովհետեւ սա լրջագույն մեր դեմ դրված հարց է։ Մենք գենետիկորեն չենք կարող ընդունել այն, որ ուրեմն լինենք այս դեպքում կոնկրետ Ռուսաստանի այստեղ գավառ, այս ծայրագավառ եւ այլն։ Դա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք միջազգային ինտեգրումից, այսինքն մեկուսանանք, ոչ, խոսքին երբ Եվրոպական միության մասին ենք խոսում։ Եվրոպական միությունում մեխանիզմները, որը ձևավորված է, ապահովում է հավասարությունը, այսինքն մենք մեզ որևէ ազգից բարձր երբեք չենք դնում, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք որևէ մեկի համար լինել այդպիսի ազգ, որին Միխեևը ռուսական ԶԼՄ-ով դիմում է եւ ասում է հայերը իրանց տեղը պետք է գիտենան։ Դուգինն էլ ասել էր, որ անընդունելի է Հայաստանի, Վրաստանի եւ մյուս հետխորհրդային պետությունների ինքնիշխանությունը։ Սա կարծում եք պատահական են այս օրինակ հայտարարությունները։ Ոչ, պատահական չեն եւ այո, Դուգինը ապաստացի ասել է, որ հայկական պետություն չպետք է գոյություն ունենա։ Ոչ էլ վրացական, ոչ էլ ադրբեջանական եւ այլն։ Եվ դա փաստացի մարտահրավեր է մեր պետականությանը։ Եվ այստեղ մենք հիշում ենք վարչապետ Փաշինյանի խոսքերը, որ նույն Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունը փոխկապակցված է։ Դա է նաեւ մեզ հիմա մոտիկացնում, որովհետեւ ինչքանով մեզ հիմա պետք է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղությունը, այդքանով Ադրբեջանին էլ մենք ենք պետք։ Ադրբեջանին այսօր Հայաստանը պետք է Թուրքիայի հետ կապի պարագայով։ Ինչու Վրաստանով դա այլևս չի գործում, որտեղ Վրաստանը փաստացի գրաված է։ Փաստացի, այնպիսի օրենսդրություն են Վրաստանում ընդունում, որ համոզված չեմ առհասարակ, որ Վրաստանում ընդհանրապես կմնա ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն եւ պայքար։ Վրաստանը կարա մի օր Բելարուսից ավելի վատ կարգավիճակում հայտնվի, Հյուսիսային Կորեայի կարգավիճակում։ Եվ դա անում է ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշին, իդեմս որին Նարեկ Կարապետյանը գովում էր եթերում հանրային հեռուստաընկերության։ Ասում եմ, Վրաստանում հիանալի տնտեսական իրավիճակ է, Վրաստանում դեղերը փաստե անվճար են, կարող է հեռու է Վրաստանը, ժողովուրդ։ Հելեք արեք Վրաստան։ Լրագրողների նկատի ունեմ, արեք մի հատ պարզեք էլի, ում որ թույլ կտան մտնել իհարկե, ասեմ որ շատերին ուղղակի էլ թույլ չեն տա Վրաստան մտնել, որովհետև այդպես է, Վրաստանում բռնապետություն է, լրագրողներին էլ սահմանափակում են, տեղում էլ եւ այլն։ Արեք տեսեք Վրաստանում ինչ է տեղի ունենում։ Ռուս օլիգարխը եկավ մեզ ժողովրդավարություն խոստանալով, լավ կյանք խոստանալով, 5 հոգի, այդ թվում իմ ընկերներին ձերբակալել են նրա համար, որ մայթի վրա են կայնած խորհրդարանի դեմը։ Նոր օրենք են ընդունել, որով խորհրդարանի դեմը փողոցի, այսինքն ճանապարհի վրա չէ։ Մայթի առանձին այ հերու ճանապարհից ոչ մեկի չես խոչընդոտում, ասում է դուք այդտեղ անցնող մարդկանց կարող է խոչընդոտեիք 5 օրով բանտեն ուղարկե։ Եվ դա առաջին որոշումն է, հետո կարող են շաբաթներով եւ ամիսներով ուղարկել այդ գործի պատճառով։ Այսինքն Վրաստանում այնպիսի համակարգ է ձևավորվել, որ իմ համար պարզ է ով են ռուսաստանցի օլիգարխները, եւ երբ տեսնում եմ, որ Բիձինա Իվանիշվիլի այդ քաղաքական տեխնոլոգին Մոշե Կլյուֆտավտին հիմա վարձել է մեր ձևիստները եւ Սամվել Կարապետյանը, փաստացի իմ համար ամեն ինչ պարզ է Վրաստանից։ Ամեն ինչ հասկանալի է։ Սա Ռուսաստանի ծրագիրն է, մի ձև Հայաստանի իշխանությունը ձեռքում գցել վերադարձնել եւ պատճառը ես պարզ ասեմ, պարոն Կիրակոսյան, պարզ։ Ռուսաստանը այսօր վերահսկում է Իրան, վերահսկում է Վրաստանը եւ Իրանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ փաստաթղթերով առնվազն եւ մոտ հարաբերություններ հաստատ, եթե համեմատենք խոսքին արևմուտքի հետ։ Այսինքն, եթե Հայաստանն էլ վերահսկի Ռուսաստանը, ինչպես ինքը սովոր է, ուղղակի սովոր է, ապա Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան
ամբողջ Եվրասիայի մայրցամաքը Ռուսաստանն է վերահսկում։ Դրանից հետո Պեկինը, Բաքուն, ուրեմն Աստանան, Անկարան, Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնը բոլորը պետք է գնան Մոսկվա եւ խոսեն այստեղ Հայաստանի տարածքով կամ Վրաստանի տարածքով ինչ կանցնի կամ ինչ չի անցնի։ Իսկ հիմա մենք եկել ենք իրավիճակի, երբ Երևանի հետ պետք է խոսեն։ Նույն այդ Վաշինգտոնի հետ փաստաթղթում արձանագրված է, որ Վաշինգտոնը չէ որոշումներ կայացնող միայն, դա գրված է։ Եվ Վաշինգտոնի հետ պայմանագրերը այդպիսին չեն ինչպես Ռուսաստանի հետ։ Դա կարծեմ բոլորը գիտեն։ Հատկապես երբ Վաշինգտոնը այդտեղ մեծ պայատեր է, իսկ մեզ ձեռ է տալի, որ Վաշինգտոնը մեծ պայատեր է, որովհետև դա տալիս է մեզ առավելություններ։ Միայն սրան տնտեսական բաղադրիչով չպետք է նայենք, չէ՞, անվտանգային բաղադրիչով։ Այդտեղ որ մենք լինեինք մեծ բաժնետերը, խնդիր կլիներ մեր հետ կունենային խնդիր, իսկ մենք թույլ ենք։ Խնդիր կլինի այդտեղ Վաշինգտոնի հետ խնդիր կունենան։ Տեսնեմ ոնց են այդ խնդիրը Վաշինգտոնի հետ լուծելու սպառնալիքների լեզվով, իհարկե չեն կարողանա։ Վերադառնալով կրկին Հայաստանի ներքաղաքական թեմաներին, Քոչարյանը հայտարարում է, որ հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստան դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, վերջնական որոշում ճիշտ է չկա, որովհետև ըստ Ռոբերտ Քոչարյանի դեռ պետք է սոցիալական հարցումներ անցկացնեն, սա նաև խոսում են մասին, որ այս ուժը, այս առաջնորդը ըստ էության ժողովրդավար են, չէ՞, որ սոցիալական հարցումների են սպասում եւ ասում է, եթե պարզվի, որ կա ինձնից ավելի բարձր վարկանիշ ունեցող թեկնածու, ապա նա կլինի, ասում է, սակայն այս պահի դրությամբ արդյունքները ցույց են տալիս, որ ինքն է առաջատարը եւ ասում է, որ ինքը կարող է երկիրը այս ծանր վիճակից հանել, ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Իհարկե այդ հարցումների թեման արդեն նախորդ պատասխանը տվել է եւ հասկանալի է Իշխան Սաղաթելյանին, որ վարչապետի թեկնածու չեն դնելու, իմ համար դա պարզ էր։ Բացի Ռոբերտ Քոչարյանից երկրորդ թեկնածուն ով է, ինձ դա շատ է հետաքրքրում, երևի Իշխան Սաղաթելյանը, բայց ես հարց եմ ուզում ձեզ ուղղեմ, դուք լրագրող եք եւ ինձ որ պարզաբանեք, ես պատասխանում հետո ձեր հարցին։ Այս ծանր վիճակից, որ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ինչ նկատի ունի ձեր պատկերացմով։ Ծանր վիճակը, ինչու՞, որովհետև մենք ծանր վիճակներ տեսել ենք։ Մենք անցել ենք ծանր վիճակներով, երբ իրոք ծանր էր վիճակը։ Հիմա ծանր վիճակը այսօրվա ինչու՞մ է։ Դե Քոչարյանն ասում է, իշխանությունը թրիփ է բերել Հայաստանի գլխին որպես ռումբ կախել։ Հա, հիմա տեսեք, թրիփը մեզ տալու է հնարավորություն, որ մոտավորապես առաջի փուլում 15 միլիոն տոննա բեռ անցնի թրիփի շնորհիվ երկաթուղով այս միջին միջանցք կոչված միջազգային ծրագրով Չինաստան, Եվրոպական միություն, էքստրատերիտորիալ միջանցքի հետ սա կապ չունի, այդպես է կոչվում այդ ծրագիրը։ Տրանսկասպիան ճանապարհն նաև այդպես էլ է կոչվում, ավելի հարմար այդպես կլինի օգտագործել։ Երկրորդ փուլում հնարավորություն կլինի, որ դա աճի մինչև 20-25 միլիոն տոննա։ Զուգահեռ դրա Բաքո, Թբիլիսի, ուրեմն Էրզրում գազատարը 95%-ով լցված է։ Կառուցվելու է տրանսկասպիան գազատար, այսինքն թուրքմենական գազը գալու է Ադրբեջան։ Նոր գազատար է պետք։ Եվ Վրաստանի հետ այսօր Ադրբեջանը չի ուզում բանակցել սրա մասին, որտեղ Վրաստանի իշխանությունները համարվում են ռուսական գործակալներ։ Ուստի Ադրբեջանին պետք է նոր ճանապարհ։ Եթե գազատարը անցնի Հայաստանի տարածքով թրիփի շրջանակներում, մենք առաջի հերթին կունենանք բեռներից լուրջ հնարավորություն այդտեղից, որ ուրեմն ստանանք գումար նրա շնորհիվ, որ բեռներ է անցնում։ Երկրորդը քաղաքական ազդեցություն, որ բեռներ է անցնում այդ տարածքով։ Ճանապարհների վրա մեքենաներով, որ անց կլինի, Վրաստանի տարածքով դա սահմանափակ է, որովհետև այստեղ ռելիեֆը այնպեսին չի, աշխարհագրական այս հնարավորությունները այդպեսին չեն, որ շատ մարդկանց հոսք լինի, ապա դա կնշանակի, որ մարդկանց հոսք կլինի, իսկ դա նաև եկամուտ է, իհարկե, հայկական պետության համար։ Գազատարի դեպքում մենք ստանալու ենք առնվազն կամ գազի ինչ-որ մասը զեղչով, շատ մեծ զեղչով կամ գումար դրա փոխարեն, եթե գազատար գնա դեպի Նախիջևան, իսկ Ադրբեջանին պետք է այդ գազատարը, որովհետև ինքը դեպի Նախիջևան գազատար չունի, ինքը այսօր մեծ առումով սվոպ է կազմակերպում Իրանի հետ միասին, կամ էլ Թուրքիայից հիմա գազատար են նաև Իգդիր Նախիջևան կառուցում, եւ դա էֆեկտիվ ճանապարհ չի, Բաքվից Վրաստանով տանել դեպի Թուրքիա, հետո Թուրքիայից Նախիջևան մտցնել, պարզ է։
Հոսանքի ցանցը եթե լինի, ապա Հայաստանը նաև ընդդիմությունին պատասխանելով ընդդիմությունը ասաց, որ Հայաստանը սրանով հոսանքի համակարգի վրա Ադրբեջանին է վերահսկողություն տալի։ Այսպիսի անհեթեթություն բարդ է մեկնաբանել, բայց մեկնաբանեմ։ Փաստացի պետք է ասել, որ Հայաստանը ավելի շատ հոսանք է արտադրում, քան իրեն պետք է։ Ուղղակի տարբերությունը նրանում է, որ Ադրբեջանի հոսանքային համակարգը ավելի կայուն է, որովհետև ինչ նկատի ունեմ, որովհետև ջերմային էլեկտրոկայանների վրա շատ է կախված եւ այդտեղ չկա տարեկան փոփոխություններ կամ օրվա միջև փոփոխություն։ Վրաստանը խոսքին Ադրբեջանից հաճախ գնում է հոսանք, այն ժամանակ ձմեռվա հատվածում ամենաշատը, երբ մենք մեր հիդրոէլեկտրոկայանները էֆեկտիվ չեն, բայց երբ ամառը հիդրոէլեկտրոկայանները շատ էֆեկտիվ են, այդ հոսանքը վերադարձնում ենք։ Հայաստանը, որտեղ որ կա լուրջ աճ արևային կայանների ուղղությամբ եւ հիդրոէլեկտրոկայանների ուղղությամբ, մենք ունենք հնարավորություն, որ այդպիսի սփոփեր Ադրբեջանի հետ կազմակերպենք։ Բացի դրանից, Ադրբեջանը նպատակ ունի, որ էլեկտրոէներգիայի արտահանող դառնա եւ դա էլ արտահանման դեպքում Հայաստանը բաժին է այդտեղից ունենալու։ Նաև հարցը վերաբերում է իհարկե ինտերնետի մալուխին, հնարավոր նավթի մալուխին։ Մենք այսօր էլ արդեն TRIP-ի տրամաբանությունով Ադրբեջանից ստանում ենք շատ կարևոր բեռներ, շատ ցածր գներով, եւ դա ոչ թե կախվածություն է Ադրբեջանից, այլ հակառակը օգնում է մեզ կախվածությունը Ռուսաստանից եւ ուրիշներից նվազեցնել, այսինքն բալանսավորել այդ ամենը։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, որ TRIP-ը մեր համար այս բարդ իրավիճակ է, հակառակը Հայաստանը երբեք անկախությունից ի վեր այսպիսի իրավիճակում չի եղել, որովհետև մենք ունենք մեկ խաղաղություն փաստացի սահմանի վրա, մենք ունենք երկուս ապաշրջափակում փաստացի Ադրբեջանի տարածքով ապաշրջափակված է արդեն կարելի ասել, առնվազն մասամբ գալիս է ցորեն, գալիս է գազ, գալիս է բենզին, գալիս է ուրիշ բավարարելիք եւ այլն, այսինքն հնարավորություն շաքար նաև հնարավորությունները բացվել եւ իհարկե խնդիրներ մնում են, բայց Հայաստանի անկախությունից ի վեր բացի դրանից, վարչապետը վերջի անգամ ներքին գործերի նախարարության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ առաջի անգամ տվյալներով Հայաստանում ավելի շատ քաղաքացի է եկել, քան գնացել 2025 թվականին, առաջի անգամ։ Մենք ուրեմն ունենք լավ տնտեսական աճ, կայուն գնաճ, մենք ունենք կայուն ներդրումներ, մենք ունենք հյուսիս-հարավ, որը ակտիվ զարգանում է, մենք ունենք TRIP, որտեղ որ միջանցք չկա, այսինքն խուսափեցինք միջանցքից, մենք ունենք հսկայական ներդրումներ, ուրեմն ռազմական ոլորտում, եւ այդ ամենը ի վերջո ստացվում է, որ Հայաստանը այսօր կարելի ասել իր անկախությունից ի վեր ամենալավ իրավիճակում է գտնվում։ Այո, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասկանալի է այդտեղ ինչ է տեղի ունեցել, բայց ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին եւ հիշեցնեմ, որ ոչ պարոն Քոչարյանը, ոչ որևէ ուրիշ մեկը երբեք չի ասել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այդ թվում նախկին իշխանությունների օրոք ընդունված փաստաթղթերում արձանագրված է իր ճիշտ միջազգայինորեն ճանաչված սահմաններով 29743 հետսովետական սահմաններով, այսինքն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դա առանձին գործընթաց է։ Դա որ կողքի ենք քաշում այդ գործընթացը, ապա եթե արձանագրում ենք Հայաստանը այսպիսի լավ իրավիճակում երբեք չի եղել իր անկախությունից ի վեր։ Եվ վերջում Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան նավերը մոտենում են Իրանին եւ արագությամբ, ասում եմ, մենք այստեղ էլ կգործենք ինչպես Վենեսուելայում եւ եթե պետք լինի նաեւ բռնությամբ, Թեհրանը հակադարձում է, որ պատրաստ է պատերազմել, ձեզ ինչ տեղի կունենա։ Ես կարծում եմ, որ հավանականությունը հարվածների շատ մեծ է, բայց դա կախված է լինելու միջուկային այդ ծրագրի մասին բանակցություններով։ Ուղիղ պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգների համար ամենակարևոր հարցը չէ իհարկե ժողովրդավարությունը Իրանում բերելը։ Այսինքն դա չէ Միացյալ Նահանգների վեհ գաղափարը։ Գաղափարը այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Եվ խնդիրը նրանում է, որ իրանք միջուկային ծրագիրը շարունակում են։ Այսինքն, հաշվի առնելով դա, Միացյալ Նահանգները կամ պետք է ստանան երաշխիքներ, որ միջուկային զենքի ուղղությունով չի լինի ծրագրեր, եւ այդ երաշխիքները խոսքով չեն իհարկե, գործով են, բայց եթե չստանա այդպիսի երաշխիքներ, ապա ես չեմ տեսնում որևէ իրական պատճառ, որ Միացյալ Նահանգները չեղարկեն այդ ռազմական ծրագիրը եւ հասցնեն այնպիսի հարվածներ, որը կբերի լուրջ անկայունության այս տրամաբանության մեջ, ես պետք է ասեմ մեկ կարևոր բան, եւ դրա մասին այ վերջերս խոսել եմ, բայց եւս պետք է արձանագրեմ, որ Թուրքիան
սահմանին պատ է կառուցել Իրանի հետ եւ փակել է սահմանը եւ սպասում է որ կարա 1 միլիոն ուրեմն փախստական հոսք լինի Ադրբեջանի սահմանը հիշեցնեմ ձեզ որ փակ է դեռ կոവിഡից ցամաքային բոլոր հարևանների հետ այդ թվում Իրանի այդ թվում Վրաստանի եւ ուստի եթե այսպիսի իրավիճակ լինի իսկ Հայաստանում ես ինչքանով գիտեմ մենք առանց վիզայի համակարգ ունենք Իրանի քաղաքացիների համար ապա դա կարա բերի աննկարագրելի հոսքի դեպի Հայաստան ուրեմն փախստականների Ես կարծում եմ որ Հայաստանի կառավարությունը պետք է շատ կարևոր որոշում կայացնի եւ եթե այդպիսի ռազմական գործողություններ սկսվեն ապա մենք ինչպես փախստական ուրեմն պետք է ընդունենք Իրանի հայերին միայն այլ ոչ թե խոսքին Իրանի ադրբեջանցիքին որովհետեւ Իրանում 20 միլիոն ադրբեջանցի ապրում այն էլ հենց Հայաստանի սահմանին Թավրիզում ուրիշ Արդեբիլում ուրիշ տեղերում եթե այդ ադրբեջանցիքից 20 միլիոնից մի քանի 100,000 գա Հայաստան ապա մենք ունենալու ենք խնդիր, մեծ խնդիր եւ կարող է այդ խնդիրը միանգամից չերևա, բայց կամաց-կամաց այդ խնդիրը կերևա, որովհետեւ այդ ադրբեջանցիքի վրա Բաքուն էլ կարա ունենա իր ազդեցությունը կամաց-կամաց, չգիտես ինչ, հետախուզական տարբեր գործակալական ցանցերի եւ այլն այդ ամեն ինչի միջոցով իհարկե։ Ուստի Հայաստանի համար կենսական է որ այդպիսի իրավիճակում Թուրքիան եւ Ադրբեջանը շիա Ադրբեջանը իսլամական Թուրքիան փակում է սահմանը մենք այստեղ պարտականություններ ընդունելու Իրանից փախստականներ բացի մեր հայրենակիցներից հայերից չունենք ամենայն հարգանքով Իրանի ժողովրդի հանդեպ Եվ վենեսուելական սցենարը կկրկնվի այնակ ղեկավար կազմից թեկուզ ինչու ոչ հոգևոր առաջնորդին կառևանգեն թե ոչ Գիտեք հայտնի այսպիսի ուրեմն խոսքեր կան որ մեկ գետի մեջ երկու անգամ չես կարող մտնել ես չեմ համարում որ այնինչ արդեն տեղի է ունեցել կարելի է հստակորեն նույն ձև կրկնել հատկապես Վենեսուելան եւ Իրանը մեկը տարբեր պետությունները այն էլ Իրանը շատ լավ տեսել է արդեն Վենեսուելա միջը տեղի ունեցել եւ շատ լավ դրա համար կնախապատրաստվի ուստի ես չեմ կարծում որ մենք պետք է այդ սցենարի մասին մտածենք իմ պատկերացումով վտանգը ուրիշ ուղղությունով է որ Միացյալ Նահանգներին պետք է հարվածներ հասցնել միջուկային ծրագրին բալիստիկ ծրագրին այդ նորից ինչպես հունիսին որ տեղի ունեցավ բայց այս դեպքում Նաև հարվածներ այն ռազմական ղեկավարությանը, որ դա օգնի ցույցերին, այսինքն հունիսին չկար ցույցեր, հունիսին ժողովուրդը աջակցում էր ռեժիմին։ Հիմա ժողովուրդը էլ չի աջակցում մեծ մասամբ ռեժիմին, փոփոխվել է իրավիճակը եւ ուստի այս դեպքում հարվածները նաև ռեժիմին կարան բերի նրան, որ ցույցերը կարան վերսկսվել, բայց դա կարա բերի լրջագույն խնդիրների իհարկե երկու տարբերակ կա այդտեղից, դա կամ ժողովրդավարական Իրանն է, որը Ռեզա Փեհլևի իրավիճակում կարա լինի, ինչ Հայաստանին շատ ի նպաստ է, բայց դա նաև կարա բերի Իրանի փլուզմանը ինչպես պետություն եւ դա մեր համար շատ վտանգավոր է հատկապես որ մենք գիտենք Բաքվից այդպես կոչված ուրեմն արևմտյան Ադրբեջանի թեզը հարավային Ադրբեջանի թեզը այս դեպքում Շնորհակալություն հարցազրույցի համար Ես եմ շնորհակալ